Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կորցնելու եւ գտնելու նոր փիլիսոփայություն առաջ քաշեց։ Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Խորհրդանի ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։ Սա է ճշմարտությունը, որին հասնելու համար ինքը շատ է մտածել։ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի։ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է Մոտ 150,000 տեղահանված արցախցի, շուրջ 4,000 զոհ ու մոտ 200 անհետ կորած։ Այս պատկերն է միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բայց կառավարության ղեկավարն Արցախի կորուստը մեջբերում է, ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է համարում։ Սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։ Փաշինյանն ասաց, ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հասկանալով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Վարչապետը նկատի ուներ Պրահայի հայտարարությունը, երբ Երևանն ու Բաքուն հայտարարեցին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ու փաստացի Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առաջին անգամ չէ, որ փորձում է Արցախի պատմական կորուստը փաթեթավորել որպես ազգային ձեռքբերում։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանի գնահատականն է։ Հիշեցրեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի հայերը բռնի տեղահանվեցին, հազարավոր ընտանիքներ ստիպված եղան հեռանալ իրենց պատմական հողից, փախչելով ադրբեջանական զինված ագրեսիայից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ նույնաբովանդակ պնդումներ էին անում, որոնց նպատակն էր այս աղետը ներկայացնել որպես ինչ-որ նոր հնարավորություն։ Իմ կարծիքով փորձ է Արցախի կորուստի հայ ժողովրդի համար Արցախի ունեցած այդ մեծագույն արժեքի ոտնահարում է եւ դրա մեղավորությունը այլոց դրա բարդելու քաղաքականություն։ Որպես արցախցի ինչպիսի պատասխան պետք է տամ դրան, ես ուղղակի երբևէ նման ստորագույն արտահայտություն որևէ հայից չեմ կարող ակնկալել եւ սա իրապես դրամաբանությունից դուրս որևէ արտահայտություն է, ինչպես կարող է մայր հայրենիքի ղեկավարը, որի ժողովուրդը 90-ականներից սկսած ամենաթանկն է տվել Արցախի պահպանման, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, կանգնել ու ասել, որ մենք ոչ թե Լեռնային Ղարաբաղ ենք կորցրել, այլ Հայաստան ենք վերագտել։ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես բոլոր հայերին է վիրավորում, ասաց Ստեփանյանը մատնացույց անելով հայտարարությունից հետո բարձրացված քննադատությունների ալիքը։ Ստեփանյանի համար պարզ է, որ Հայաստանի իշխանություններն Արցախի հարցում անգործություն են ցուցաբերում, իսկ երբ այլոք են գործում, խոչընդոտում են։ Օրինակ շվեյցարական ֆորմատը, որը այս օրերին էլ փորձ է կատարվում ինչ-որ ավելի ակտիվ պրեսերի գծերի վրա դնել, մենք տեսնում ենք, որ դրան Հայաստանի Հանրապետությունը պետական մակարդակով ընդդիմանում է եւ խոչընդոտներ է հարուցում։ Իշխանությունները ոչ միայն որևէ գործնական քայլ չեն իրականացնում Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ուղղությամբ, այլև սկսել են դադարեցնել կամ կրճատել տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերը, նկատում է Գեգամ Ստեփանյանը։ Հունիսից օրինակ չի գործում 40+10 հազարական դրամների ծրագիրը, որը այս ամսվանից նախատեսված է միայն սահմանափակ թվով տեղահանվածների համար, իսկ բնակապահովման ծրագիրը փաստացի շատ քիչ շահառուներ ունեցավ։ Սա նաև ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության վերաբերմունքը ոչ միայն արցախցիների հավաքական իրավունքների, այլ նաև կոնկրետ անհատական իրավունքների։ Ցույց է տալիս, թե ինչպես են ընդունում, ինչպես են տեղավորում կամ ինչպես են պատրաստում կանգնել տուն ու տեղ կորցրած արցախցիներին։ Իդեպ վարչապետ Փաշինյանն այսօր իր ելույթում նաև միջազգային խնդիրներին անդրադարձավ, չնայած տարածաշրջանի անկայուն իրավիճակին ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրը ստորագրելու շարունակական նախապայմաններին, Զանգեզուրի միջանցքը բացելու պահանջին, հայտարարեց Հայաստանը երբեք տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր։